Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրակի մարզի համակարգող Ռուբեն Մխիթարյանին։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, բարև ձեզ։ Երեք ներկայացրեցիք ձեր անվտանգության ծրագիրը, ինչն եք առաջնային համարել եւ ինչպիսի ծրագիր եք առաջարկում։ Շատ ճիշտ նշեցիք, երեք մեր համար, հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր օր էր, որովհետեւ ներկայացրեցինք մեր հանրությանը, մեր հայրենագիստերին, թե ինչ է իրենից ենթադրում ուժեղ խաղաղությունը, որը Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրն է, փորձեմ ես նախնական, 6 կետերը ներկայացնեմ, այնուհետև բացվածքը նաև կներկայացնեմ։ Առաջինը խոսքը վերաբերում է ուժեղ դիվանագիտությանը, երկրորդը ուժեղ բանակին, պաշտպանված երկինք, խելացի սահման, արժանապատիվ ծառայություն եւ իհարկե տեղական ռազմարարությունաբերություն։ Ուրեմն ուժեղ դիվանագիտությունը այստեղ պետք է ունենանք ուժեղ դիվանագիտների թիմ, ուժեղ բանակցողներ, գլխավորությամբ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի եւ ուժեղ խաղաղությունը պետք է հիմնված լինի մի քանի ապահովված երաշխավորների կողմից։ Պետք է մենք ունենանք այն պատկեր, որ առանց միակողմանի զիջումների բանակցություններ չպետք է լինեն։ Այսինքն սա այն տարբերակը չի, որ Հայաստանի Հանրապետությունը անում է այնպես, ինչպես նշվում է Իլհամ Ալիևի կողմից եւ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հերթական քայլը խոսում է միայն միակողմանի զիջումների մասին։ Հայաստանի Հանրապետությունը սկսած 2026 թվականի հունիսի 8-ից պետք է ունենա իր հստակ կարմիր գծերը, թե որ գծերը չպետք է անցնեն։ Դա լինի ինքնիշխանություն, դա լինի տարածքային ամբողջականություն։ Այսինքն պատմական այս կարևորագույն անիվը թեքվելու է դեպի եւ իշա Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։ Հաջորդը ուժեղ բանակներ, ինչպես նշեցինք, այստեղ խոսքը գնում է բարձր պրոֆեսիոնալիզմով հագեցած նորագույն համակարգերին, ինչպես նաև անձնակազմերին։ Նախնական տվյալներով ունենալու ենք առնվազն 10,000 տրոններ, ԱՏՍ-ներ, ինչպես նաև կարևորագույն հանգամանքը Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն ավելանալու է։ Ոչ թե ինչպես փորձը ցույց է տալիս, յուրաքանչյուր տարի մեր պաշտպանական բյուջեն նվազում է։ Երրորդը պաշտպանված երկինքն է, որ իր մեջ ներառում է կինետիկ եւ ոչ կինետիկ բազմաշերտ համակարգ։ Կինետիկ համակարգը այն է, երբ որ ֆիզիկապես դու թշնամու տեխնիկան ոչնչացնում ես։ Այսինքն դրա պայմաններում ըստ անհրաժեշտության հարված է լինում։ Իսկ ոչ կինետիկը արդեն տեխնոլոգիաներին է վերաբերում, օրինակ եմր Աստված չանի որևէ խնդրի դեպքում, եթե ունենում ենք մեր օդային տարածքում օդար մարմին, GPS-ների միջոցով, այլ տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն ենք ունենալու իր ուղղությունը փոխելու։ Այսպես ասեմ, որպես ավելի պարզ օրինակ։ Մյուսը խելացի սահմանն է, որը կարևորագույն բան է միանշանակ մեր պաշտպանության համար։ Դա կլինի սենսորներ, դա կլինի գիշերային տեսանելիության սարքեր, չգիտեմ, թիրախավորման, կանխարգելման համակարգեր, այսինքն նորագույն տեխնոլոգիաների կիրառում, որովհետև մենք դրա կարիքը ունենք ու դրա կարիքը ունեցել ենք նաև ժամանակին ու ցավոք սրտի պատերազմի ժամանակահատվածում մենք նմանատիպ շատ ու շատ սխալների, վատ կահավորումների պատճառով ունեցել ենք հազարավոր զոհեր։ Մյուսը արժանապատիվ ծառայությունն է։ Մենք ունենք հատված, ովքեր որ ցանկություն չունեն ծառայելու բանակում։ Ու այդ ամենը հենց խոսում է արժանապատվության մասին, որովհետև մարդիկ վստահություն չունեն։ Հավատացնում եմ ձեզ, ելագով բանակ պահել հնարավոր չէ։ Փորձը արդեն տեսանք, ինչպես ասում են ռազմական փորձագետները։ Որովհետև երբ որ դու խոսում ես, թողնում ես կարևորագույն թեմաները բանակի պաշտպանության ու ասում ես ընդամենը սննդին, դա շատ լավ է, իհարկե դա պետք է առողջ սնունդ լինի եւ այլն եւ այլն, բայց Աստված չանի պատերազմական իրավիճակներում մեր պաշտպանները, մեր հայրենիքը ելագն ու բանանը չեն պահպանելու։ Ինչպես նաեւ ունենալու ենք տեղական ռազմարարությունաբերություն, տեղում լինելու են գործարաններ, հենց այս գիծը նաեւ ի թիվս այլի գնում է Սամվել Կարապետյանի ներկայացած տնտեսական 5 քայլերին, այսինքն նաեւ զարգ տալով տեղական ռազմարարությունաբերությանը մենք հավելյալ ստեղծելու ենք նաև աշխատատեղեր։
Ես կուզենայի անդրադառնալ ձեր կուսակցության անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ իսրայելցի պաշտոնաթող գեներալի ելույթին, նա որպես խորհրդական է հանդես գալիս եւ անկեղծ կլինեմ որպես հայ ինձ համար փոքրինչ մտահոգիչ էր, որովհետեւ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի դաշնակից ռազմավարական եւ իսրայելցի նախկին թեկուզ զինվորականի ներգրավումը հատկապես հաշվի առնելով Իրան-Իսրայել հակասությունները, նաեւ պատերազմը հիմա եւ մեր Իրանի հետ բարեկամական հարաբերությունները կենսական նշանակության, ինչպես կմեկնաբանեիք։ Տեսեք, ինչքան ես ինտերնետից հասցրեցի ուսումնասիրել այդ հատվածը, ավելի շատ նեղված էին փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, ասեմ ինչի, ինչպես բոլորս գիտենք, վստահ եմ դա աներկբա է, Իսրայելի հակաօդային համակարգը աշխարհում համարվում է, եթե ոչ լավագույնը, առնվազն լավագույններից մեկը։ Իսրայելի մասնագետին ու խոսքը մենք խոսում ենք խորհրդատուի մասին, խորհուրդ տվող է, ունեցած իր ճանապարհով, ունեցած իր փորձով։ Այս խորհրդատուն մասնագետը չի տերապետելու որևէ կարևորագույն գաղտնիքի, որովհետև եթե մենք հասկանանք թե ինչ է նշանակում խորհրդատուն, ես վստահ եմ իրանք հասկանում են ինչ է դա նշանակում, բայց իրենց խորհրդատվական աշխատանք է կատարելու։ Խորհրդատվական աշխատանք է կատարելու որևիցե տեղեկատվության արդահոսքի, արդահանման, տեղեկատվության տրամադրման կամ այլ բանի մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև ինքը ընդամենը ներկայացնում է իր տեսլականը, թե ինչպես է պետք պաշտպանել օդը։ Իսկ մենք հիշում ենք 2020 թվականին մեր կարևորագույն խնդիրը ինչին էր վերաբերում։ Հոբ համակարգի խափանման եւ այլնի տեխնիկական խնդիրները կամ ԱՏՍ-ը թե ինչ այսպես մի քիչ բան ձևով ասեմ, ինչ օրը գցեցին մեր զինվորներին։ Եվ երբ օդը պաշտպանված չի լինում, բավականին լուրջ խնդիր է ունենում ցանկացած տեսակի պատերազմում։ Ասեմ ավելին, մենք ունենք փորձառու մասնագետներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, երեք նույնպես ներկայացել են Հունաստանից, այսինքն մեր ամբողջ թիմը դիվերսիֆիկացված է ու մենք փորձում ենք ամբողջ աշխարհի կարևորագույն երկրների մասնագետներին բերել ու չեմ վախենա այդ բառը ասեմ, ծառայեցնել կամ իրենց ծառայություններից օգտվել իշա Հայաստանի Հանրապետության ու հայ։ Իրենք հենց դրա համար են վախենում, չեմ զարմանա, որ ունենան պայմանավորվածություն մեր եւ հարևան երկրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ մենք չպետք է կզած վիճակից ոտքի կանգնենք։ Բայց իհարկե դրան մնացել է, եթե ճիշտ եմ հիշում, ընդամենը 80 օր, որ հաջորդ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը ու մերս կռացած վիճակից մենք ոտքի ենք կանգնելու։ Խոսք գնաց պատերազմից Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ եթե խորհրդարանական ընտրություններին իր ուժը չընտրվի, ինքը հետևաբար նաև ինքը, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Տեսեք, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչ եկել է իշխանության, խոսում է միայն մանիպուլյացիաներից, կեղծիքներից, սդերից։ Դա փորձը ցույց է տվել։ Մենք համոզվել ենք, ասում են նաև փորձագետներ, որ նա փաստացի ահաբեկում է խոսքերով հանրությանը։ Պատերազմով վախեցնում է, որովհետև ասեմ մի շատ կարևոր բան։ Իրենց վերած խաղաղություն կոչվածը, իրենք որ խոսում են անդադար խաղաղությունից, տեսեք խաղաղություն ենք բերել, դա նույնիսկ թղթի վրա չի։ Երաշխավորված չի իրենց խաղաղությունը։ Ու առնվազն նորմալ չէ, երբ որ երկրի վարչապետը աթոռին այն աստիճան է կարճած, որ նմանատիպ հայտարարություններ անում։ Այսինքն ինչ է ստացվում։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող եմ չէ վստահաբար ենթադրել, որ ինքը հարևան երկրի առաջնորդի հետ ունի պայմանավորվածություն, եթե ես չլինեմ, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Կամ այդ ինչ հետախուզական տվյալներ ունի ինքը։ Այս ամենը ծիծաղալու չի, իրականում մեր երկրի համար ողբալու է։ Բայց ել եմ կրկնում, նա իր այն նպատակները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը վերջնական ոչնչացնելու, նա միանշանակ չի հասնելու։ Այսինքն փաստացի անուղղակիորեն խոստովանում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ինքը ամենացանկալի տեխնացուն է Հայաստանի վարչապետի պաշտոնում, այդպես է ստացվում։ Ես կարծում եմ, այո, ու բացատրեմ ինչի։ Ես էլ լինեմ Թուրքիայի կամ Ադրբեջանի երկրի ղեկավարը, միանշանակ ինձ ձեռնտու է լինելու իշխանության ղեկին լինի մի մարդ, ով պատրաստ է Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս վաճառել։ Որովհետև տեսեք, չի կարող թույլ Նիկոլ Փաշինյանը այլևս բանակցել կամ միգուցե նույնիսկ չունի, վստահ եմ ավելի շատ չունի, ոչ թե չի կարող նման բանակցություններ վարել ուժերի դիրքից,
Դրա համար մեր վստահեցնում է մեր հայրենագիստերին նույնպես, մեր հույս ու ապավենը պետք է լինի Սամվել Կարապետյանը, որովհետև Սամվել Կարապետյանը իր առնվազն խոթե խոսենք միայն վերջին 30 տարիների մասին, նույն փորձը ցույց է տվել ու մենք բոլորս ենք հասկացել, թե ինչքան ուժեղ առաջնորդ է, ինչքան կարևորագույն կապեր ունի աշխարհի տարբեր երկրներում ու ամենակարևոր բանը ինքը ուզում է Հայաստանի Հանրապետությունը տեսնել ուժեղ։ Վարչապետի աթոռ զբաղեցնող անձի պարագայում ամեն ինչ արվում է Հայաստանի Հանրապետությունը նվաստացնելու համար։ Ես նաև հիշում եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ չէ, խոսում էր, եթե մենք չլինենք, սա չի լինելու, սա չի լինելու, սա չի լինելու։ Ես վստահեցնում եմ նախարարի աթոռ զբաղեցնող անձին, որ եթե իրենք չլինեն ու իրենք չեն լինելու հունիսի 8-ից, Հայաստանի Հանրապետությունը շատ ու շատ ավելի լավ պայմաններում է ապրելու։ Միանշանակ մենք լինելու ենք ուժեղ, իսկ իրենց այդ թույլ կարգավիճակը իշխանության աթոռ ընդամենը պահելու համար երկիրը հայրենիքը նման պայմաններում հասցնելը իրենց շատ քիչ է մնացել ու իրենք, այսպես ասած, իրենց վերջնական երազանքին ու արդյունքին վստահ եմ չեն հասնելու։ Անդրադառնանք մեկ այլ հայտարարության, որ Փաշինյանն արել է, վերաբերվում է նոր սահմանադրությանը։ Նա ասում է. անկախության հռչակագրից հրաշարվելը մեր օգտին է։ Մենք դա անում ենք մեզ համար, ոչ թե ուրիշների համար։ Մոտավոր բովանդակություն, այո, իմի բերելով։ Համամիտ եք այս մտքի հետ։ Տեսեք, թաղային պայքարում, օրինակ, տղաների պայքարում, այսպես չկրված կանոն կա։ Դու ինչքան խելոք ես ու ինչին համաձայնվում ես, քեզ ոչ մեկ ձեռ չի տալիս։ Ընդամենը ինչ հնարավոր է քեզանից փոգում են։ Հենց գալիս է թույլ ղեկավարի ընդանուր համակարգն ու միտքը։ Բայց ապրում ես նաև ահաբեկված ու նվաստացած կարգավիճակում, չէ՞ դա էլ միանշանակ։ Դրա համար ինքը որ ասում է, եթե ես չլինեմ վարչապետ կամ չգիտեմ, ես տեսեք բերել եմ խաղաղություն, եկեք անգեստ լինենք։ Եթե ես մի մարդուց թաղային պայքարում ինչ որ մի բան եմ ուզում, ու ինքը դա առանց որևէ հոխոր տալու, առանց որևէ ուժ ցույց տալու ինձ տալիս է, նորմալ է, չէ՞, որ ես իրեն 1900 չեմ խփում, չեմ հրում եւ այլն բան չեմ անում։ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահն էլ նույն մեխանիզմով են աշխատում։ Այսինքն երեքը իրար հետ ենթադրում եմ միգուցե ունեն պայմանավորվածություն, որ նման ճանապարհներով, նման պայմաններով գնում են առաջ։ Նույն անկախության հռչակագրի մասով, ու ես վստահ եմ, որ իհարկե իրանք սահմանադրության նոր տեքստը չեն էլ ներկայացել հանրությանը, ամենայն անգործությամբ վստահ եմ, որ ունենալու ենք բավականին մեծ քանակի սյուրպրիզներ, բայց չասենք իհարկե սյուրպրիզ, որովհետև ամեն ինչ շատ բարձր թե ինչ են անում, բայց պետք է կարդալ, հասկանալ նաև ինչեր են ավելացրել։ Սա այն է, ինչ Իլհամ Ալիևը պարտադրել է։ Առնվազն անհասկանալի է աթոռը վարչապետի զբաղեցնող անձի այդ հայտարարությունը, թե դա մեզ համար է պետք, ոչ, միանշանակ դա մեզ համար չի, դա ընդամենը Ադրբեջանի նախագահի հրամանն է, որովհետև մեկը հիմա երկրի նամանավանդ առաջնորդներից, որը մեկ իրեն լուրջ չի վերաբերվում։ Ու դրա ամբողջ, այսպես ասած, մեղքը քաշում ենք մենք քաղաքացիներս, որովհետև երբ որ մենք խոսում ենք ուժեղ առաջնորդության, ուժեղ առաջնորդի մասին, ուժեղ բանակցողի մասին, հայրենասերի մասին, այդ պայմաններում բոլորն էլ հասկանում են, որ եթե մարդը հայրենասեր է, իրեն անհնար է բան պարտադրել երրորդ երկրից, ու դա կապ չունի որ երկիրն է, լինի Ադրբեջան, Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա կամ չգիտեմ այլ։ Դրա համար մեզ օտուչերի պես պետք է, որպեսզի Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինի ու լինելու է Սամվել Կարապետյանը, որովհետև այլ պարագայում այդտեղ կարող ենք ասել, որ երկիրը գնալու է ամբողջական կործանման։ Անդրադառնանք բռնաճնշումներին, հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին մեղադրում են իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչեր անելու մեջ, Միքայել Սրբազանին առաջադրված նույն մեղադրանքի տրամաբանությամբ 5 անչափահաս երեխաների մորն են ուշ երեկոյան բերման ենթարկում, փոքրիկն էլ այնքան էլ ածում, որ ստիպված փոքրիկին էլ են տանում, բարձում է Facebook-ում գրած ինչ-որ մեկնաբանության համար։ Ընդհանուր առմամբ թե լրատվամիջոցի խմբագրի նկատմամբ այս գործողությունները մեդիայի լրատվամիջոցներին ուղղված ազդակ են ու հասարակ մարդկանց նկատմամբ այս գործողությունները ցուցադրական էֆեկտ ունեն, թե։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը, որ երկար ժամանակ է խոսքի ազատություն չկա, դա անհերքելի փաստ է։ Ժողովրդավարության բաստիոնում ազատ խոսք չկա։ Չէ, դրանք ընդամենը խոսքեր են ու միանշանակ չկան, որովհետև ելի եմ կրկնում, սկսած նաև իմ դեպքից, մնացած էլ չեմ էլ ասում։
իմ անձնական փորձն ընդամենը մեջ բերեցի, Հայաստանի Հանրապետությունում իրավական որևէ գործընթաց չկա։ Ասեմ ավելին, քննչական մարմինները, նաև քննիչներ, դատախազներ, ամբողջ գործընթացը որպես կանոն փորձը ցույց է տվել, որ սկսում են անձանց կանչելով հարցաքննության վգայի կարգավիճակով։ Կանչում են վգայի կարգավիճակով հարցաքննության, այնուհետև ամեն ինչ գլխիվայր փոխվում է, դա ընդունված մեխանիզմ է իրենց կողմից, այն ինչ որ հիմա Հայաստանի Հանրապետությունում կատարվում է։ Իրավաբանությունը իսպառ բացակայում է օրենքի համապատասխան կարելի ասել, որ որևէ գործողություն չի կատարվում։ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ բան ասեց, երբ որ ասում է, որ ցանկացած տեսակի հարց ինքն է որոշում։ Այո, դա այդպես է։ Վերջի շրջացերի Դա ժամանակ ասած չէ, որ կառավարությունն ինքն է։ Միանշանակ, ու միայն կառավարությունը ինքը չի, մեր սահմանադրությունը այն աստիճանի են իրենք ոտնահարել ու բանի տեղ չեն տնում, որ մենք այլևս չունենք գործադիր օրենսդիր դատական իշխանությունների տարանջատում։ Մենք չեմ էլ խոսում եկեղեցու մասին, որ սահմանադրությամբ ամրագրված է։ Այսինքն ամբողջ համակարգը բռնապետական կարգին համապատասխան ուղղորդում ընդամենը մեկ անձի կողմից։ Իսկ սա հրապարակի գլխավոր խմբագրի դեմ հենց միայն իր դեմ ուղղված գործողություն է, թե ամբողջ անկախ մամուլի։ Ցանկացած, կարծում եմ, ցանկացած մարդու դեմ է, ով իրեն հագարակվում է, հակադարձում է։ Նույն Արմինե Օհանյանի դեպքը շատ ճիշտ նշեցիք, մայրիկի դեպքը պատկերացնում եք, գիշերվա, դե ճիշտ եմ հիշում 12-ին մտնում են մարդու բնակարան, 3 անչափահաս երեխաների արկայությամբ տանում են, ու սա խոսում ենք Facebook-յան ստատուսի, եթե չեմ սխալվում, թե կոմենտի մասին, մեկնաբանությունների մասին։ Այսինքն սա ցույց է տալիս Նիկոլի բոլոր վախերը։ Նույն նաև սրբազանների մասով ինքը ամեն ինչ անում է, փորձելով կոդրել, փչացնել, վնասել այն ամենը, ինչ որ կապված է հայրենիքի հետ, եկեղեցու հետ, հայրենասիրության հետ, բայց փորձն է նաև ցույց է տալիս, որ իր մոտ այլևս ոչինչ չի ստացվելու։ Ասեմ ավելին, նաև ուզում եմ օգտվելով արդից իմ շնորհակալությունը ու երախտագիտությունը հայտնեմ նաև ձեզ ու բոլոր լրագրողներին, որովհետև այն տիտանական աշխատանքը նման պայմաններում խոսքի ազատության սահմանափակման նման պայմաններում նման ձև աշխատանքը դա միանշանակ ողջունելի ու գովելի է։ Նույն ձև նաև իրենք փորձում են լրացնել լրագրողների մեկտեղ փաստաբաններին, ես էլ նույնպես փաստաբան եմ, բայց վստահեցնում եմ ոչ մեր մասով, ոչ ձեր մասով դա չի ստացվելու։ ՔՊ-ն անընդհատ հարձակումներ է գործում ձեր կուսակցության դեմ։ Անդրադառնանք այդ հարձակումներին։ Ձեզ փորձում են եւ ընդդիմադիր մյուս հզոր ուժերին փորձում են տեղավորել ինչ-որ ռուսական շրջանակների մեջ։ Այդ մասին խոսենք։ Դա խոսում է Նիկոլի վախերի մասին։ Իրենք որ հայելում տարատեսակ խառնված, վախեցած հայտարարություններ եւ ստատուսներ են գրում, դա խոսում է իրենց վախի մասին։ Իրենք հասկացել են, որ 2026 թվականի հունիսի 8-ից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելու է ուժեղ ու հայրենասեր։ Հենց այդ պատճառով իրենք իրականում նաև հող են նախապատրաստում, տարատեսակ քրեական, շինծու, երևակայական գործերով հող են պատրաստում իրենց հերթական կամ մայիսյան աբորինի ու անօրինական գործողությունների համար, բացատրեմ ինչի, եթե ճիշտ եմ հիշում, քննչական կոմիտեն հայտարարություններ տարածել կապված մեր ձևով կուսակցության անդամին ինչ որ շահագրգռելու, թե մեր ձևով կուսակցության անդամը շահագրգռելու ինչ-որ մեկին ապրեք։ Հենց իրենք նույնիսկ այն աստիճան մասնագետների պակաս ունեն, որ հայտարարությունները տարածելուց նույնիսկ չեն էլ նայում, թե ինչ են գրում։ Նույնիսկ կուսակցության անվանումը սխալ էր։ Կամ ասեմ ավելին, եթե մի պահ դիտարկենք, որ կարող էր նման բան լինել, եկեք բայց մենք իրական կերնի վրա դա հասկանանք։ Մենք արդյոք բոլորս կա Հայաստանում նույնիսկ մեկ մարդ, ով այսօր ինչ որ մեկին կարող մի բան պարտադրել հերիք չի, մի հատ էլ հիմա պարտադրես, որ հունիսի 7-ին գնաս մեր ձևով կուսակցության ընտրես։ Այն պարագայում, երբ որ ում որ դու ստիպում ես նման բան անել, գնալու է տեստի մեր ձևով կուսակցությունը հասկացություն չկա։ Այսինքն իրենք ընդամենը անդադար իրենց խփելով,
սուտ կեղծ մոլորեստող տեղեկատվություններ տարածելով իրենց վախերը այլևս չեն կարողանում թաքցնել։ Դրա պատճառով ընկել են ցայտնուտների մեջ, ընկել են ինչ-որ իրենց հեքիաթների մեջ, մանիպուլյացիաների մեջ, փորձում են այս ուժեղ կուսակցության, ուժեղ ժողովրդի մոտ առաջացնեն տպավորություն, որ իրենք դեռևս կան, իրենց անձնական կարծիքով հաղթելու են, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք արդեն իսկ պարտված են, որ նման քայլեր են անում։ Ասեմ ավելին, վերջին դատականիստին Սամվել Կարապետյանի որպես փաստաբան ներկայ եղել, ես այնտեղ հասկացա, որ իրավաբանությունը վերացել է։ Առնվազն արդեն քանի ամիս է Սամվել Կարապետյանը գտնում է կալանքի տակ ու հավատացնում եմ ձեզ, տնային կալանք ու կալանք շատ գլոբալ առումով իրարից չեն տարբերվում։ Թույլ չեն տալիս Սամվել Կարապետյանը խոսի հեռախոսով նույնիսկ, Facebook-ով հայտարարություններ տարածի, նույնիսկ մեր փաստաբանական թիմի կողմից պարոն Արամ Վարդևանյանի կողմից ուղարկված հարցումներին չեն պատասխանում, դատարանները նույնիսկ չի կարողանում պատասխանել, հստակ չի ասում, թե լավ, այս բանի խոսքի սահմանափակում կա, թե չկա։ Թույլ տվեք Սամվել Կարապետյանը դուրս գա, հավասար պայմաններում պայքարեք։ Եթե դու մտածում ես, որ Սամվել Կարապետյանը չի հաղթելու, ժողովուրդը Սամվել Կարապետյանի հետ մեկտեղ չէ, չարաչար սխալվում ես, բայց Նիկոլի բոլոր քայլերը տանում են նրան, որ անցած տարվա եկեղեցու հետ կապված հայտարարությունից հետո Նիկոլը վախվորած է, հասկանում է ու իր ու պարոն Կարապետյանի տարբերությունը մեզ դանից բոլորից շատ ավելի լավ պատկերացնում է, դրա համար նման ցայտոների մեջ են ընկել։ ՔՊ-ն պնդում է, որ ձեր ուժի առաջնորդը Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ, դրա իրավունքը չունի։ Իրենք շատ լավ գիտեն, որ այն մեխանիզմը, որ մենք ժողովրդին բաց ու հստակ ասել ենք, աշխատելու է։ Այսինքն իրենք ավելի շատ նեղված են այն մտքից, որ մենք ժողովրդի մեջքի հետևում որից է բան չենք անում։ Մենք հստակ ասել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես է լինելու։ Մենք ժողովրդին հստակ բացատրել ենք եւ բացատրում ենք սահմանադրության 148-րդ հոդվածը։ Այդ փոխությունների համար մեզ ինչ է պետք։ Մեզ պետք է լինելու ուժեղ, ու այսպես ասած, շռնդալից հաղթանակ։ Իսկ մենք դա ունենալու ենք։ Ես մտածում եմ, իրենց կողքին հնարավոր է լինեն մասնագետներ, ովքեր իրավաբաններ են։ Մենք ունենք սահմանադրությունը, որտեղ հստակ տրված այդ փոփոխության հնարավորությունը։ Մենք կատարել ենք պաշտոնական հայտարարություն, որ Սամվել Կարապետյանը ընտրություններից հետո լինելու է միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն մենք ժողովրդին մեր հասարակությանը հստակ ներկայացրել ենք, թե որ պարագայում ինչ է լինելու։ Ու մենք խոսում ենք ընդամենը սահմանադրության փոփոխության մեկ հոդվածի, մեկ դրվագի փոփոխության մասին։ Ու այստեղ նաև մենք կուզենամ եւս մեկ անգամ շեշտեմ մեր ու իրենց տարբերությունը։ Իթիվս շատ ու շատ տարբերությունների։ Իրենք փոխում են Ալիևի պահանջով մեր ամբողջ սահմանադրությունը, մեր մայր օրենքը, մենք ընդամենը մեր հասարակությանը ասում ենք, որ եթե հենց այսպես գնա ճանապարհը, մենք այս փոփոխությունը անելու ենք հանուն ուժեղ Հայաստանի։ Այսինքն մենք բաց ենք։ Մենք ամեն ինչ հստակ, ճիշտ, անկեղծ ու ազնիվ ասում ենք, որովհետև նաև թե տնտեսական 5 քայլերը, թե անվտանգության ծրագրերի 6 քայլերը խոսում են միայն ու միայն ինչի մասին, ինչի են նաև հստակ ու թիրախային Սամվել Կարապետյանի ցանկացած ասած երաշխավորված է իր անունով։ Այսինքն մենք, մեր թիմը, մեր ժողովուրդը պարտավոր ենք լինելու ունենալու ուժեղ Հայաստան այս ճանապարհային քարտեզով։ Մի շարք անձինք արդեն հայտարարություններ հնչեցրին այն մասին, որ հնարավոր է ընտրություններից առաջ ձեր կուսակցությունը պարզապես չգրանցեն։ Արդյոք պատրաստ եք նման զարգացումների ու արդյոք նման զարգացումների դեպքում ունեք պլան B։ Կարճ պատասխանեմ այս հարցին, ունենք նաև պլան B, պլան C, բոլոր տեսակի տարբերակները մշակված է, բոլոր տեսակի մեր տարբերակները ունենք։ Եթե իրենց հերթական անգամ վախի արդացոլանքը ներկայացնեն փորձելով կուսակցությունը չգրանցելու, դա մեր համար որևէ խնդիր չի լինելու, ելի եմ կրկնում, մենք բոլոր իրենց կողմից ենթադրյալ, այսպես ասած, տարբերակներին պատրաստ ենք ու դա որևէ խնդիր չի լինելու մեր համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրակի մարզի համակարգող Ռուբեն Մխիթարյանը։ Կհանդիպենք վաղը։